Մեկ ամսից ավելի է, դուք հաճախ նաև լուսաբանում եք այդ թեման, որ սահմանագծի մի քանի ուղղություններով հրադադար ռեժիմի խախտումներ են արձանագրվում։ Չնայած այն հանգամանքի, որ իշխանությունը առաջին մեկ շաբաթվա ընթացքում փորձում էր քողարկել այդ հանգամանքը, հետագայում ըստ սահմանամերձ հատվածներում ապրող մեր հայրենակիցների ճնշումներ էր գործադրվում ՏԻՄ, ուժային կառույցների մակարդակով ինֆորմացիա դուրս տալու տեսանկյունից, բայց այնուամենայնիվ իրավիճակը մի այնպիսի կետի հասավ, որի պայմաններում այլևս տեղեկատվություն չսփռելը պարզապես անհնար էր։ Ինչու է իշխանությունը փորձում քողարկել կամ շրջանցել հրադադար ռեժիմի խախտումները, սա կարծում եմ առաջին հերթին պայմանավորված է այսպես կոչված կեղծ այդ խաղաղության փուչիկի փչմամբ, որը հատկապես 26 թվականի նախընտրական տրամաբանության շրջանակներում բնականաբար ձեռնտու չէ, որ այս պահին պայթի, եւ դա վնասում է այն միֆականացված ողջ տեսլականը, որը իշխանությունը անընդհատ ներկայացնում եւ տապալում է։ Դրա տապալումները տարբեր փուլերում արտահայտվել են Հայաստանի Հանրապետության տարբեր հատվածների օկուպացիայով 21-23 թվականի ընթացքում, 23 թվականին Արցախի ամբողջական օկուպացիայով եւ այլն։ Այսինքն այս դեպքում էլ դեռ պարզ չէ, թե սրա հետևանքները ինչպես կարտահայտվեն Հայաստանում եւ ինչպես դրանք կարտահայտվեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վրա։